Վարդանյան շատ շնորհակալ եմ հրավերի եւ այս շատ կարեւոր թեմայով քննարկման կազմակերպման համար, բայց ձեր թույլտվությամբ ուզում եմ սկսել ոչ պակաս կարեւոր իրադարձությունից, որը ելի մեր պայքարի մասին է խոսում, մեր պայքարի մի մասն է։ Քիչ առաջ Հայաստանի Հանրապետությունում զավթված իշխանության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ վնգստացող դատաիրավական համակարգը կայացրեց անարդար դատական ակտ, կայացրեց ակնհայտ անարդար դատական ակտ, 1 տարի ազատազրկման դատապարտելով քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին։ Նարեկ Մալյանը դեռ 5 ամիս կշարունակի մնալ անազատության մեջ, այսինքն կշարունակի լինել Նիկոլ Փաշինյանի պատանդը։ Պատանդը այն բանի համար, որ խիզախել է ասել ճշմարտությունը, խիզախել էր 2023 թվականի սեպտեմբերին դուրս գալ Հանրապետության հրապարակ եւ ասել, որ Ալիևը Արցախում ցեղասպանական գործողություններ է իրականացնում եւ հանգիստ անում է էթնիկ զտում, նաեւ այն բանի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ստեղ նստած հայտարարում է, որ որևէ հայի վտանգ չի սպառնում, որևէ կերպ չի աջակցում մեր հայրենակիցներին, ոչ Հայաստանի Հանրապետության սահմանները, ոչ էլ առավելևս Արցախի անվտանգային համակարգի հետ կապված գործողություններ չի ձեռնարկում։ Ես արդից օգտվելով ուզում եմ մեր պայքարի ընկերներին կամք մաղթել, ամրություն մաղթել, ազատություն մաղթել Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալներին, որոնք գերազանցում են 1 տասնյակը, մարդիկ, ովքեր չեն վախեցել անգամ սեփական ճակատագրի եւ կյանքի խեղման գնով ասել իրականությունը եւ պայքարել։ Այս պայքարից անմասն չեն նաև կանայք եւ պիտի հիշենք, որ Հայաստանը, նիկոլական Հայաստանը նաև քաղաքական բանտարկյալ, կին քաղաքական բանտարկյալ է ունեցել, ով անարդարացիորեն ամիսներ շարունակ պահվել է բանտում նպատակ ունենալով ընդհանրապես վախեցնել մեզ բոլորիս այստեղ նստած նաև մեզ դիտողներին, որպեսզի դե ինչների տա պետք կներեք այս բառի համար, բայց յան տվեք, ձեր կյանքով ապրեք, թող Նիկոլ Փաշինյանն էլ այս Հայաստանը ոնց որոշել է ծախի եւ կտրտի։ Մենք մեկ այլ իրականության առաջել ենք կանգնած, ինչը բացահայտվեց, գոնե թե ինձ համար բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից հետո։ Ես իրապես հավատացած էի, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր պայքարում են կանանց իրավունքների եւ իրավահավասար հասարակության համար։ Բայց իշխանությունը զավթելուց հետո պարզվեց, հիմա իրենք նստած են ազգային ժողովում, կեսներ կառավարությունում, պարզվեց, որ չէ, դրանք միջոցներ են եղել օգտագործելու կանանց իրավունքները, հասարակությունում առկա անառողջ վիճակը, հասարակությունում առկա ոչ իրավահավասար վիճակը, միայն նրա համար, որպեսզի հասնեն այնտեղ, որտեղ որ կան։ Դրա համար սիրելի կանայք, ես շատ կարևորում եմ այո մեր իրավունքների իրացումը, որը իհարկե այսօր ամբողջությամբ ապահովված չէ, բայց մեզ համար կարևոր է նաև չխաբվել այդպիսի մարդկանց։ Օրինակ հիմա ազգային ժողովի ԿՊ-ական падգամավորների մեջ այդպիսի կանայք են նստած, ովքեր Աստված չանի 2018-ից առաջ Հայաստանում ինչ որ մի արարք կատարվեր կնոջ նկատմամբ, ինչը իհարկե անթույլատրել է եւ չէր կարող տեղ ունենալ, բայց մի անգամից իրենց բան ու գործը հնարավոր ամեն ինչ կթողնեին, բոլոր դեսպանատների, դեսպանությունների, պաշտոնատար անձանց, ընտանիքներին եւ կանանց կհիշեին միայն նրա համար, որպեսզի կարողանան պաշտպանել այդ մի դեպքից տուժած կնոջը։ Բա ուր եք դուք հիմա, երբ որ ազգային ժողովում կին լրագրողը ազգային ժողովի նախագահի աթոռին նստած տղամարդու հրահանգով, տղամարդ թիկնապահների կողմից ուղղակի շենքից դուրս է հրավիրվում։ Ուր են իրենք։ Իրենք չկան, որովհետև իրենց համար ըստ էության չի եղել իրավահավասարությունը եւ կանանց իրավունքների պաշտպանությունը բացարձակ արժեք։ Իրենք դրանք օգտագործել են որպես գործիքներ հայտնվելու այնտեղ, ինչպես արդեն ասացի, որտեղ որ հայտնվել են։ Այսօր Հայաստանում շատ դժվար է խրախուսել կանանց լինել հասարակական ակտիվության մեջ, որովհետև խնդիրը ոչ միայն այն է, որ հասարակությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ինչը նաև կա։ Ես կարծում եմ մենք պիտի բավական անկեղծ լինենք ասելու համար, որ իհարկե մենք ծանր ժամանակահատվածում ենք ապրում, բայց երբ տղամարդն է կայացնում ծանր որոշում, որոշ դեպքերում դա դիտվում է որպես խիզախություն, բացարձակ կամքի դրսևորում, կնոջ դեպքում ուղիղ հակառակը, չգիտես ինչու բազմաթիվ բացասական մեկնաբանությունների կարիք է տալիս, բացասական մեկնաբանությունների առիթ։ Արդյոք սա պատճառ է վհատվելու, ոչ, Հայաստանում
իշխանությունների կողմից կան մի քանի ուղղորդվող նարատիվներ, որոնք կանանց հնարավորություն են իբր թե տալիս հետ մնալու եւ չմասնակցելու այդ քաղաքական վատ իմաստով հնարավորություն են տալիս քաղաքական եւ հասարակաքաղաքական նաեւ քաղաքացիական անցուդարձին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ նարատիվները շատ սահմանափակ են, խիստ կրկնվող եւ որոշ ժամանակ հետո ամբողջությամբ սպառում են իրենց օգտակար գործողության գործակիցը եւ չեն ունենում որևէ ազդեցություն։ Ես կցանկանամ, որպեսզի մենք կանայքս չխուսափենք զբաղվել հասարակաքաղաքական գործունեությամբ, չխուսափենք արտահայտել մեր կարծիքը եւ այդ կարծիքի չխուսափենք ընդհանրապես որևէ գործունեության կամ ոլորտի ինչ-որ ոլորտում գործունեություն ծավալելուց, որովհետեւ այդ գործունեության ծավալման արդյունքում, եթե կլինեն որոշ շրջանակներ, ովքեր այն կգնահատեն ոչ բարյացակամ, կլինեն շրջանակներ, ովքեր կանանց կայացվածությունը միգուցե այդքան լավ քողի ներքո չեն ներկայացնի, ես ես վստահեցնում եմ, որ կլինեն տասնապատիկներն ու հարյուրապատիկները ավել, որ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունում որքան կանանց դերը հասարակության մեջ եւ ներգրավվածությունը բարձրանա, որոշումների կայացման գործընթացին կանանց դերը ավելի բարձր լինի եւ ավելի շատ ներգրավվածություն ունենանք, ապա մենք կունենանք շատ ավելի առողջ հասարակություն, շատ ավելի առողջ որոշումների կայացում եւ նաեւ այս ծանր փուլում մեր պետականության վերականգնման համար անխուսափելիորեն անհրաժեշտ կանանց ռեսուրսը։ Շնորհակալություն Տիկին Մկրտչյան, կարևոր դիտարկում արեցիք եւ խոսքը վերաբերում են այն արդեն իսկ գոյություն կատարված փաստերին, որ հենց հատկապես տեղի է ունեցել ազգային ժողովում, երբ տղամարդկանց կողմից բռնության է ենթարկվում կին լրագրողը, կին քաղաքական գործիչը, եւ դա տեղի է ունենում մնացած կանանց հանդուրժողականության եւ երբեմն նույնիսկ այսպես ոչ միայն լռելային համաձայնության, այլ գոհունակության ներքո, այսինքն շատ հաճախ կարելի է տեսնել կին պատգամավորների գոհ դեմքի արտահայտությունը եւ տեսնում են, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները քաշքշելով կին պատգամավորին ազգային ժողովից հեռացնում կամ ամբիոնից հեռացնում։ Այստեղ ուզում եմ մի այսպես փոքր դրվագ պատմեմ, էլի այսպես կանանց իրավունքների մասին հերթական քննարկման ժամանակ եւ իշխանական կին պատգամավորները խոսում էին, թե ինչքան կարեւոր է կանանց ներգրավվածությունը, թե ինչքան կարեւոր է այնպիսի քվոտավորում իրականացնել, որ կանայք ազգային ժողովում ներկայացված լինեն գոնե 50%, այսինքն այսպես համամասնորեն, եւ երբ ես իրենց հարցրեցի, շատ լավ բան եք ասում, շատ կարեւոր բան եք ասում, բայց մի հատ կանանցով գնացել քննարկել եք, որ այն ժամանակ, երբ Ալեն Սիմոնյանի հրահանգով անվտանգության աշխատակիցը ամբիոնից քաշելով հանում էր Թագուհի Թովմասյանին, քանի կին հեռուստատեսությունից այն կողմ որոշեց գալ մասնակցել քաղաքական process-ներին, քանի ընտանիք որոշեց իրենց կանանց, աղջիկներին ուղղել դեպի քաղաքականություն եւ հանրային հասարակական կյանք։ Պատասխանում եք, չէ, չենք էլ քննարկել։ Այսինքն միայն այսպես արհեստական վերամբարձ հայտարարություններով չի, որ պետք է կնոջ դերը բարձրացվի քաղաքական եւ հասարակական կյանքում, առավել եւս որ դա պետք է տեղի ունենա ավելի շատ բնականon ճանապարհով։ Այսինքն մենք չպետք է այսպես բան անենք, հա, որ այս ստեղծենք մի այնպիսի մթնոլորտ, որտեղ ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն դրսևորող կանանց նկատմամբ կարելի է կիրառել բռնություն, ըստ կողմից էլ ասել, բախի չեք գալիս կանայք զբաղվեք քաղաքականությամբ, բա ուր եք մնացել կանայք, ձեր տեղը խոհանոցը չէ, դուրս եկեք, մասնակցեք ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Բայց քանի որ մենք հնարավորություն ունենք Տիկին Մկրտչյան այսօր խոսելու պայքարի մասին եւ ոչ միայն քաղաքական եւ քաղաքացիական պայքարի մասին, ես պետք է խնդրեմ նաեւ շատ կարճ անդրադառնանք, որովհետեւ չենք կարող չխոսել այդ մասին, այսօր սահմանում ապրող կանանց մասին, որովհետև այդ նույն աղետները, արհավիճքները եւ վտանգները, որ սպառնում է սահմանամերձ համայնքներում Տավուշի յուղերում ապրող բնակիչներին, հատկապես առաջին հերթին իրենց ուսերին կրում են կանայք։ Ես մինչ մեր սահմանամերձ բնակիչներին անդրադառնալը չեմ կարող մեր արցախցի կանանց մասին չխոսել, իմ կողքին էլ նստած է մի այդպիսի կին, ով ես ուղղակի չեմ կարողանում նույնիսկ պատկերացնել, թե ինչեր է տարել, ինչեր է կարողացել հաղթահարել, մինչև հասել է այստեղ, այդ գաղթի ճանապարհով, ունենալով գիտակցում, որ կար կողքին մի պետություն, որը ընդամենը թիկունք դարձրեց,
սատար չեղավ իրեն, իր մտերիմներին եւ ինքը ստիպված եղավ այդ ամբողջ ծանրությունը իր վրա կրել։ Ես նաեւ թույլ տվեք իմ ներողամտությունն էլ հայտնեմ, որովհետեւ կարծում եմ Նիկոլ Փաշինյանի գոյության եւ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրականությունը բոլորիս մեղքի բաժինն է, այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը պիտի գոնե թե չլիներ 2020 թվականից հետո։ Պիտի մենք ամեն ինչ անեինք, որպեսզի չկարողանար ինքը իր ծրագրերը իր նախանշած ժամանակահատվածում կարողանար ավարտին հասցնել։ Ինձ մնում է հույս հայտնել, որ իր իրավաքաղաքական պատասխանատվությունը չի ուշանա։ Ես ուզում եմ ուղղակի, չգիտեմ, ուժ, կամք մաղթել մեր այս պահի դրությամբ բոլոր մարզերում եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց, որովհետեւ այն ծանրությունը, որ հիմա կա, այդ ընտանիքների նաեւ իրենք են փորձում փարատել։ Իրենց առաջ շատ ծանր որոշում է։ Իրենց այս պետությունը, իդեմս Նիկոլ Փաշինյանի առաջարկում է կամ լքել իր տունը, մի կողմից ապահովելով միայն հուշելով, որ չի պատրաստվում այդ պետությունն ապահովել իր երեխաների եւ իր անվտանգությունը այդ տարածաշրջանում այդ հատվածում, դրանք անվանելով թուրքական հողեր եւ ադրբեջանական բնակավայրեր, բայց մյուս կողմից էլ արդյոք այդ հայրենիքը լքելը բարոյական իրավունք է տալիս շարունակելու պետականության եւ պետության քաղաքացի լինելը։ Այս դիլեման կարծում եմ յուրաքանչյուրիս առաջ կա։ Միայն ուժ Տիկին Վարդանյան, միայն իրենց համոզում, որ մենակ չեն, մենք էլ ենք պայքարում այնպես ինչպես կարողանում ենք, ցավալիորեն այդ պայքարը այսօր չունի եւ չի ակումուլացրել այնպիսի արդարացի անհանդուրժողականություն հայրենավաճառության նկատմամբ, որը մեզ անհրաժեշտ է դրանից ազատվելու համար, բայց ես վստահ եմ, որ այդ աննահանջ պայքարն է, որ բերելու է այդ հաղթանակին։